Մխիթար Սկևրացի 12 առաքյալների համապատվության մասին ճառից Պատասխան նրանց, ովքեր ասում են, թե 11 առաքյալների իշխանությունն ավելի փոքր է, քան Պետրոսինը, կամ Պատրիարքն ավելի բարձր է, քան Կաթողիկոսը գրված հայոց հետում թագավորի հրամանով և Կաստաղոնի Հակոբ եպիսկոպոսի հորդորով։ Միակ-հոր անհասանելի և անիմանալի ծոցի ծնունդը, միածին որդին, որ նրա փառքի լույսն է և նրա էության նկարագիրը, մարդասիրաբար գալով ամբողջացնելու մարգարեական խոսքը և մեր մարդկային նվաստությունը, իր ծայրագույն աստվածության հետ միացնելով և կատարելով բոլոր տնօրինությունները, կամավոր չարչարանքների շեմին նախազգուշացրեց առաքյալներին վերջին իրադարձությունների մասին, որ կատարվելու էին Երուսաղեմում, ինչպես նաև նրանց ապագայի մասին։ Իսկ ծայրագույնը և իսկական սիրո պատճառը, կատարյալ պարգևը անձամբ ավանդեց աշակերտներին ասելով. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, և իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ», ապա զանազանելով զատորոշում է երկրայիններից խաղաղությունից, որպեսզի խաբվելով չընկնենք վերջինիս մեջ, որն ըստ էության նույնը չէ, այլ համընկնում է միայն անոնով։ Այդ իսկ պատճառով հրամայում է. չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, որպեսզի վեր բարձրացնի մեր միտքը ամենայն հետին նվաստությունից ձգելով դեպի իր աստվածային բարձունքները։ Ըստ այդմ, ովքեր ընդունեցին և հետևեցին իրեն առանց շեղվելու և ետ դառնալու, նրանց արտաշխարհիկ կոչեց ասելով. «Դուք այս աշխարհից չեք»։ Իսկ Պողոսը հենց Քրիստոսի մասին ասաց, թե մեր խաղաղությունն է, որ երկուսին մեկ դարձրեց և իր մարմնի մեջ քանդեց միջնորմ ցանկապատը, թշնամությունը, այսինքն ամբարտավանությունը, որն անջրպետում է այն ընդունողներին Աստծուց, որի մասին նաև մի այլ տեղում հայտնապես ցույց է տալիս. քանդում ենք խորհուրդները և Աստծո գիտության դեմ հպարտացած ամեն մեծամտություն և գերում ենք ողջ միտքը Քրիստոսին հնազանդության բերելով։ Տեսնում ես, թե ինչպես են հալածում սնափառությունը տերունական հոտից, որպեսզի ոչ ոք ինքնասիրությամբ իր կամքը քողարկելով սեփական անձի համար փառք չորսա։ Ինչպես և այժմ բազում հակառակություն ենք տեսնում եկեղեցիների միջև գահասիրության պատճառով։ Կրտսեր են համարվում իրենց համապար առաքելական աթոռները, մայրաքաղաքների երկրային ճոխության հետ համեմատելով, մանավանդ երբ նկատի են ունենում հայոց հայրապետության աթոռը։ Եվ փոքր չէ հոգուց տիրող սարսափը, եթե նրանք, եկեղեցիները, Քրիստոսից ընդունել են այդքան խաղաղության քարոզություն ըստ Քրիստոսի ասացի, այդ դեպքում ինչու ենք միմյանց դեմ մարտնչում ճշմարտության համար, ոտնատակ տալով այն օրենքը, որն Աստված սահմանեց և ոչ թե մարդը։ Ինչպես պատմում է ավետարանիչը, նա իր մոտ կանչեց աշակերտներին և ընտրեց նրանցից 12-ին, մականվանեց և տվեց նույն իշխանությունը։ Եվ նրանց մեջ գահերի տարբերություն չդրեց մեր պատկերացումների համաձայն։ Իսկ երբ նրանց մեջ այդպիսի կիրք նկատեց, որովհետև նրանք մարդ էին և դեռևս կատարելության չէին հասել, Տերն ասաց նրանց. «Թող ձեր մեջ այնպես չլինի, ինչպես հեթանոս իշխանների մոտ է, այլ ով ձեզանից կցանկանա մեծ լինել, թող լինի ամենավերջինը»։ Եվ նրանք առանց տատանվելու ընդունելով այդ հավիտենական օրենքը և ճշտությամբ կատարելով պատվերը, ամենուր պատվում էին կրտսերությունը։ Պետրոս առաքյալը ևս ետ չէր մնում ամենացածր աստիճանի համաձայն իրեն երեց կոչելով ու նրանց դրա համաձայն իրեն հավասար անվանելով, երեցներին այսուհետև աղաչում են որպես երիցակիցների։ Իսկ Պողոսը, որն իր շնորհների առավելության համար մեծ վաստակ ուներ, դասակիցների մեջ իրեն կոչում է տրուփ և մեղավորների գլուխ։ Մատթեոսն էլ,
բարձրագույն պատիվ ստանալուց հետո չի խուսափում իրեն մաքսավոր կոչել։ Մեզ էլ խրատելով նույնն ավանդեցին հարգել միմյանց։ Հարկ կա արդյոք երկարեցնել խոսքը նրանցից յուրաքանչյուրի խոնարհության մասին, իսկ մենք, շրջանցելով նրանց ճանապարհը, մի այլ նոր արահետ ընտրեցինք և խոտորվեցինք անհավասարություններ մուծելով հավասարների մեջ և իշխանության առավելություն նրանց մեջ, ովքեր չունեն միմյանց նկատմամբ գերազանցություն, մեկին գլուխ համարելով, իսկ մյուսներին իբրև անդամներ և ենթականեր նրա տերության ներքո։ Ինչպես ասում է Հռոմի եկեղեցին, Պետրոսն իշխանություն ունի մնացած 11-ի վրա, այնպես, ինչպես և Հռոմը նրանց աթոռների վրա, ինչը չեն կարողանում ապացուցել առաքելական մատյաններով, այլ միայն Տիրոջ, մարդկային հանցանքը բժշկելու և սեփական անձին ապավինելուց զգուշանալու համար Պետրոսին ուղղված նախախնամական հրամանով։ Դրանից են նյութ վերցնում, կատարյալ դարձնելով իրենց մոլորությունը, իրենց ախտակից համարելով նաև սրբին և մարմնական գերագահությունը տարածելով նաև հոգևորի և աստվածայինի վրա, տիրաբար են վարվում մեզ հետ որպես հպատակների և իրենց հարկ տվողների։ Այս մասին ես գիտեմ ոչ թե լուրերից, այլ ինքս եմ ականատես և ականջալուր նրանցից մեկի շահարկած ավետարանական խոսքերին, որոնցով պարծենում են, թե մեծ են և այդ նույն խնդրի շուրջ 7 կետեր են առաջադրում, որոնց վերաբերյալ բազմիցս տրամախոսեցինք, ապա վերստին դրանց կանդրադառնանք Աստծո կամքով։ Դրանք հարցումներով քննեցինք և կվերլուծենք ըստ կարգի, ոչ թե ինչ-որ մտածածին խոսքերով և կամ ստաղոտ ճարտասանությամբ, այլ առաքելական և մարգարեական խոսքերի վկայությամբ և նրանով, ինչն առաքյալներն ընդունեցին Քրիստոսից որպես իշխանության հրաման։ Եվ այս կատարեցինք ոչ թե Սուրբ Պետրոսի պատիվն աղարտելու համար, Փավլիցի, այլ հաստատելու նրա անախտությունը և գերազանցությունը աշխարհական կրքերի և նախանձի նկատմամբ, և ցույց տալու նույնությունը 12 առաքյալների իշխանության, որը պարգևվեց նրանց Տիրոջ կողմից ոչ թե միմյանց նկատմամբ առավելությամբ, այլ յուրաքանչյուրին ըստ իր վիճակի, և այն էլ ոչ թե տիրելով, այլ օրինակ դառնալով աստվածային հոտին և իրենց անձը նզովքի մատնելով, որպեսզի բոլորին շահենի Քրիստոս։ Եվ նախ վերոհիշել ժողովի թվականը դնենք, որպեսզի անվավեր և կեղծ չհամարվի ընթերցողների կողմից, ապա սկսենք մեր հանդիպման, տրամախոսությունների և նրանց խոսքերին տրված պատասխանների մասին։ Եվ դա եղավ հայոց Կոնստանդինի հայրապետության 42-րդ տարում և Արամյան տոհմից Հեթումի թագավորության օրոք, որը երբ լսեց, շատ հաճելի համարեց առաջարկությունս և հրամայեց մեզ արձանագրել։ Իտալիո աշխարհից Հռոմի հայրապետի կողմից լիկատ եկավ։ Բառն այս լատիներեն է և մեր լեզվով դեսպան է թարգմանվում, սակայն ըստ տրված իշխանության նվիրակ էր։ Նա եկավ Գալիլեացիների երկրի Պտղոմեանց քաղաքը, որն այժմ Աքայիա է անվանվում և որն իշխում էր հոգևոր առումով ողջ Փյունիկյան ծովեզերքին մինչև Մեծն Անտիոք և ամբողջ Պաղեստինին, որոնք հռոմեացիների տիրապետության տակ են։ Եվ ինչպես իրեն ենթականերին, լուր է ուղարկում նաև մեր հայրապետին, որպեսզի նա էլ մյուսների նման ընծաներով ներկայանա իրեն։ Սակայն մեր հայրապետը շատ չմտահոգվեց այս կապակցությամբ, ապա պատգամավորների միջոցով ուղարկված նամակով ուշադրության արժանացրեց, որոնց ուղարկում է այլ գործով, որպեսզի անցնելիս նաև այդ մասին հոգան, այսինքն հանձնեն նամակը լիկաթին։ Իսկ նա նույնիսկ նրանց չընդունեց, թեպետ ձգտում էին տեսնել նրան, և սաստիկ զայրանալով նրանք վերադարձան։ Այդ նույն օրերին մեր թագավորի եղբայր Օշինը թագավորական հրամանով որպես դեսպան ուղարկվեց Աքայիա քաղաքը լիկաթի և իշխանների մոտ։ Եվ երբ հանդիպել էին իրար, լիկաթը սաստիկ մեղադրել էր մեր կաթողիկոսին տմարդության մեջ ասելով, թե նույնիսկ եթե օտարասիրությունն ու հյուրընկալությունն էլ չլինեին,
Հռոմի եկեղեցուց մեր շնորհված բնական պատիվը պիտի ստիպեր նրան տեսնել մեզ։ Իսկ նա Օշինը, երբ եկավ մեր թագավորի մոտ, պատմեց ամբողջը, եւ նույնիսկ ավելին, եւ նրանք հետևելով մեր ազգի բնական վարքագծին, որը բարձրացնում է ուրիշներին եւ նվաստացնում իրեն, հույժ արդարացի համարելով մեղադրանքը, իսկույն զգուշացնում են մեր հայրապետին, ասելով, որ մարդ պատրաստի նամակով կամ ուղերձ ընծաներով իրենց դեսպանների հետ առաքելու համար։ Իսկ նա անհապաղ հանձն առավ կատարել պատվերը, ինքն էլ պատշաճ համարելով հանդիմանությունը։ Ու երբ քննարկեցին մոտ մարդկանց շրջանում պատվիրակի անձը, կանգ առան իմ նվաստությանս վրա, եւ կաթողիկոսն ինձ հրամայեց գնալ, եւ ես թեպետ տկար էի եւ խոսքի մեջ անպատրաստ, այսուհանդերձ համաձայնեցի գնալ։ Միայն խնդրեցի, որ գրածի մեջ բնավ չհիշատակվի հնազանդության մասին, քանի որ լատինները ջարտասան են եւ խոսքի որսորդներ, սակայն չնայած խնդրանքին հակառակն էին գրել։ Եվ քանի որ ձմեռ էր, բազմաթիվ օրեր դանդաղորեն նավավարելով դեկտեմբեր ամսվա վերջին հազիվ հասանք Աքայիա քաղաք։ Մեզ հետ էր նաև մեր կաթողիկոսի հրամանով Տրայանոպոլսում մեզ միացած Երուսաղեմի մեր եկեղեցու եպիսկոպոսը։ Եվ երբ թագավորի դեսպանները պատրաստվեցին Լիկաթին այցելել, մեզ էլ պատվիրեցին պատրաստ լինել նրանցից հետո մտնելու։ Նրանք ներս մտան հաղորդելու իրենց հանձնարարությունը, իսկ մենք երկար մինչև օրվա վերջը սպասեցինք դռան մոտ։ Թեպետ սպասեցման պատճառը չկարողացանք իմանալ, սակայն ենթադրում ենք երկու վարկած, կամ հպարտության պատճառով ընդգծում էին իրենց բարձր դիրքը, կամ էլ խորհրդակցում էին ընդունեն թե ոչ, եւ կամ էլ մտածում էին, թե հանդիպելուց հետո ինչ պիտի ասենք, քանի որ նրա մոտ կային հմուտ ջարտասաններ, հաստատված ծովի այս կողմում, որոնցից մեկն էլ Կիպրոսի եպիսկոպոսն էր։ Վերջապես հրամայեցին մեզ մտնել, երբ դեռ այնտեղ էին նաև մեր դեսպանները։ Եվ երբ մատուցեցինք կաթողիկոսի ուղարկած գրությունը եւ ընծաները, նա Լիկաթը վերցրեց Մատյանը եւ տվեց մեր եպիսկոպոսին ու հեգնանքով ասաց. «Ինքդ ընթերցիր սա»։ Իսկ նա եպիսկոպոսը հրաման առնելով սկսեց ընթերցել մեր հայրապետի ուղերձը, եւ երբ փոքր-ինչ ընթերցեցինք, թույլ չտվեց ավարտել, այլ ինքը զայրացած սկսեց եւ ասաց. «Վերցրեք եւ բերված ընծան, քանի որ ես մարմնական շահից եւ ընչասիրությունից դրդված չէ, որ խնդրում էի հայոց կաթողիկոսին գալ, այլ հոգևոր կարգին եւ օրենքին հետևելով, որպեսզի ցանկապատվելով չմասնատվի հայրենի եզերքը եւ անդամները գլխից շորթվելով ապականության չմատնվեն, ինչպես մյուս առաքելական աթոռները բաժանվեցին Հռոմի եկեղեցուց, մի կարգ, որը Տերն է հաստատել եւ ոչ թե մարդ։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոս է։ Եվ դրա համար ներելով ձեզ խնդրում ենք, որ գաք միանալու եկեղեցու գլխին, ու քանի որ կաթողիկոսը խորձերության պատճառով, ինչպես տեղեկացել ենք, չէր կարող անձամբ գալ, ողորմածաբար հարցնում եմ, ինչու ավելի վաղ որևէ մեկին չուղարկեց։ Իսկ եթե հարկի բերումով եւ դղյակի գործերի պատճառով էր հապաղում, ինչպես լսել ենք, ինչ թերություն կպատճառեր գործերին մի մարդու պակասությունը։ Իսկ այժմ ինչ պակասեց։ Շատ այլ բաներ եւս ասած, որոնք չեմ կարող արձանագրել, իսկ մենք լոռոմունջ սպասեցինք։ Իսկ երբ մի փոքր հանդարտվեց, Թովմասը, մեր թագավորի դեսպանը, ինձ ասաց. «Արի կրկին աղաչիր, որ ընդունի ընծաները»։ Եվ ես շատ աղաչեցի, իսկ նա չվերցրեց։ Ապա հենց ինքը Թովմասը վեր կացավ եւ աղաչեց մեր թագավորի անունից, ինչպես իր որդու անունից, որին ինքն էր այդպես կոչում։ Եթե քո որդին լսի ասած, շատ կմտահոգվի, եթե չվերցնես։ Եվ նա այդ պատճառաբանելով եւ ոչ թե նյութական իրերի նկատմամբ ագահությունը, որը սաստիկ ծաղրի էր ենթարկել, քիչ հետո աղաչանքով պահանջեց նվերները։ Ապա Լիկաթն առաջարկեց հաց ուտել,
իսկ մենք չհամաձայնեցինք եւ սաստիկ տխրած հայոց առաքելական աթոռի նկատմամբ ցույց տրված արհամարանքից հեռացանք։ Ու ինձ այնպես է թվում, թե դա եղավ Աստծո նախախնամությամբ, քանզի ցանկանում էր մեզ մղել գտնելու այս երկու խորհրդավոր եւ արժանավայել խոսքերը, որոնց մասին պատրաստվում եմ պատմել։ Եվ սրանից հետո, երբ տոնախմբությունը դադարեց, կանչեց մեզ եւ բարեհամբույր դեմք ընդունած ասաց. «Երկար ժամանակ ցանկություն ունեի զրուցել քեզ հետ, քանի որ լսել էի քո մասին, թե քո ազգի գիտուններից մեկն ես, որպեսզի թերևս օգուտ քաղեի քեզնից։ Սակայն տոնի նկատմամբ ունեցած պարտականություններս մինչև այժմ ինձ թույլ չտվեցին, այժմ եկ խոսենք»։ Եվ ես պատասխան տալով այդ խոսքին ասացի. «Այնպիսին չեմ, ինչպիսին կարծում ես, եւ նա, ով պատմել է քեզ իմ մասին, թերևս տեղյակ չի եղել, որ ես հետիններից մեկն եմ, այլ քո ասածը երկու պատճառ ունի. մեկը, որ իմաստասիրական բարքով աննախանձ ես, եւ մյուսը փրկչին աշակերտելով մեծարում ես անարգներին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա հույժ ցանկանում էի գալ, որպեսզի սովորելով օգուտ քաղեմ, քանի որ շատ հմուտ եք Աստվածաշունչ գրքերին։ Բայց իսկապես սրտանց ասացիր խոսքդ, քանի որ ոչ քիչ տրտմությամբ էի լցված քո արարմունքի պատճառով, որովհետև չընդունեցիր մեր ընծաները, որոնք ոչ ձեզ առավելություն կբերեին, ոչ էլ կնվաստացնեին առաքողին, եւ ոչ նամակն ընթերցեցիր, որ կարողանայի հաստատել կամ չհաստատել խոսքով, ոչ էլ կաթողիկոսի մաղթանքը լսեցիր։ Եվ ժպտալով խոսքիս վրա ասաց. «Այո, կանենք այնպես, ինչպես կամենում ես, միայն թե խոսենք»։ Եվ ես ասացի. «Թող քո խոսքը լինի»։ Իսկ նա ասաց. «Ինչպես ասացի, իմաստուն մարդ ես, եւ ինչի մասին խնդրում եմ, պատասխան տուր»։ Եվ այդ օրը նրա մոտ մեծ ժողով էր, որին ներկա էին քաղաքապետը, Ջուփրի անունով մի հաշտարար մարդ, մայեստր Դամփլոնը, հիվանդանոցի օրդենի կոմանդորը, ծովեզերքի բոլոր իշխանները, բացի գլխավոր իշխանից, եւ բոլոր փաստաբանները։ Սակայն չգիտեինք այդ ժողովի հավաքման պատճառը, արդյոք մենք էինք պատճառը, թե մի այլ պետքի համար էր։ Եվ ես ասացի. «Ինչպես կարող եմ մի ողջ ազգի փոխարեն պատասխան տալ, մանավանդ երբ խնդիրը վերաբերում է եկեղեցուն։ Եվ մի նայիր այն բանին, որ այստեղ եմ ուղարկվել որպես կատարյալ մեկը, քանզի բազմից է պատահում արքունիքում, որ բարեբախտության են արժանանում ապաշնորհները։ Հայոց եկեղեցին հարուստ է իմաստուններով եւ Աստվածաշունչ գրքերին հմուտ եւ տեղյակ այրերով, որոնցից հետինը ես եմ։ Սակայն այն հարցերին, որոնց ներում են ուժերս եւ որոնց համար ունեմ մեր հայրապետի հրամանը եւ վստահությունը, իմ կարողությունների սահմանում կպատասխանեմ, իսկ որոնց չկարողանամ պատասխանել, կգրեմ եւ կտանեմ, իսկ նա կաթողիկոսը որպես հարուստ, հավաքելով եւ քննելով, կհանի իր հին ու նոր գանձերի առատությունից եւ պատասխան կառքի ձեզ։ Այս խոսքը հաճությամբ ընդունվեց բոլորի կողմից։ Ես նաև ավելացրի. միայն թե ինձ էլ թույլ տուր խոսել եւ պատասխանել, որովհետեւ շատ էր խոսում եւ քիչ լսում։ Եվ արդ, որովհետեւ իշխանություն ունեիր հարցնելու, ասացիր, թե Պողոս առաքելն ասում է, այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոսն է, եւ դա է ճշմարտությունը։ Եվ ես ավելացնում եմ հենց դրան հետևող խոսքը, եթե մեկը այս հիմքի վրա կառուցի, հաստատում կլինի, արդ ուրեմն կառուցենք ոչ թե հրից այրվող խոտով, այսինքն ոչ թե նրանց ուսմունքից դուրս, այլ նրանց խոսքի համաձայն, հոգու հրով փորձված եւ զտված ոսկով եւ արծաթով, որպեսզի կանգուն մնա, իսկ ով կառուցի, առաքինի վարպետների նման կստանա իր վարձը։ Եվ նրանք ասացին այո։ Այն ժամանակ ես ասացի. որտեղից Հռոմի եկեղեցուն այդ իշխանությունը, որ ինքը դատում է այլ առաքելական աթոռներին, իսկ ինքն այլոց կողմից չի քննվում, քանզի մենք առաքելների օրինակով միշտ կարող ենք դատել ձեզ, իսկ դուք չեք կարող քննել մեզ։
Իսկ նրանք լսելով այս խոսքը սաստիկ խոժոռվեցին, սակայն մեծահոգաբար ոչինչ չպատասխանեցին, այլ հանդարտորեն հարցրին. «Իսկ ով է տվել ձեզ այդ պատիվը»։ Եվ ես ասացի. «Թող ասածս ձեզ արտասովոր չթվա, քանի որ խոստացաք Աստվածաշունչ գրքերից դուրս չգալ, եւ ես ցույց կտամ ձեզ աստվածային մատյաններից, որ մյուս առաքյալները դատեցին Պետրոսին, նաև մեղադրելով նրան այն ժամանակ, երբ նա Կորնելիոսին մկրտելուց հետո գնաց Երուսաղեմ իրեն արդարացնելու համար, ինչպես պատմում է Ղուկասը Գործք առաքելոցում։ Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսները ևս ընդունեցին Աստծո խոսքը։ Սակայն երբ Պետրոսը գնաց Երուսաղեմ, մեղադրում էին նրան, ովքեր թլպատությունից հետո էին հավատացյալ դարձել, այն բանի համար, որ մտավ անթլպատ այրերի մոտ և կերավ նրանց հետ։ Ապա Պետրոսը սկսեց նրանց հերթականությամբ պատմել տեսիլքը մինչև վերջ։ Եվ երբ սկսեցի խոսել, ասաց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, և հիշեցի Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով»։ Տեսնում ես, որ նրան ոչ միայն իշխան չէին համարում և թույլ չէին տալիս անել կամեցածը, այլև իշխանաբար մեղադրում և դատում էին նրան։ Իսկ Պետրոսը իրեն որպես իշխող չհամարելով նրանց վրա, ոչ թե իշխանաբար է պատասխանում, ինչպես Տերը, որն ասում է. «Կարող եմ ունեցածիս հետ վարվել, ինչպես կամենում եմ», այլ խոստովանում է, որ հրամանն Աստծո կողմից էր, և ոչ թե ըստ իշխանության ասելով, ուրեմն, եթե Աստված նրանց էլ նույն պարգևը տվեց, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ապա ես ինչպես կարող էի արգելել Աստծուն։ Իսկ երբ լսեցին այս, դրանից հետո լռեցին, այսինքն հրաժարվեցին շտապ քննությունից։ Տեսնում ես, թե ինչպես է ցույց տալիս, որ Պետրոսը գլխավորը չէ։ Եվ գիտեմ, որ այս մասին ասում են, թե մեղադրել ասում է ոչ թե առաքյալների համար, այլ նորադարձ հավատացյալների համար։ Եվ Պետրոսն այդպես վարվեց նրանց տկարության պատճառով, շահելու նրանցի Քրիստոս, ինչպես ասում է Պողոսը, թե տկարացածին ընդունեցեք հավատի մեջ։ Այս մասին ասում ենք, թե նրանց մեջ հավատով տկար չկար, քանի որ ասվում է, թե բոլորն ունեին մեկ սիրտ և մեկ անձ։ Եվ դարձյալ, եթե դրանք մնացած 11-ը չէին, արդյոք ում էր պատասխան տալիս Պետրոսը, թե երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես սկզբում մեզ վրա։ Իսկ ովքեր էին սկզբում վերնատանը, եթե ոչ միայն 12 առաքյալները, և կամ ում պատմեց, եթե ոչ Տիրոջից այն խոսքը լսողներին և ճանաչողներին, թե հիշեցի Տիրոջ խոսքը, որ ասում էր, թե Հովհաննեսը մկրտեց ջրով, սակայն դուք կմկրտվեք Սուրբ Հոգով։ Տեսնում եք, թե ինչպես ապացուցվեց, որ Պետրոսը դատվել է 11-ի կողմից, և ոչ մի տեղից չի երևում, որ Պետրոսը որևէ ձևով դատել է 11-ին։ Եվ կրկին խոսում եմ սիրո մասին, որին ապահովաբար ապավինեցին։ Աղաչում եմ ձեզ Աստծո գթությամբ ըստ առաքյալի, և խրատում ինչպես եղբորով հզորացած եղբայրը։ Այդ լծի տակ մի դրեք հայոց եկեղեցին, որի տակ չեն եղել մեր հայրերը։ Նկատի ունեմ ծառայական հնազանդությունը, որի տակ մենք էլ չենք կարող մտնել։ Իսկ սիրո համար, որի համար հրաման ունենք Աստծուց և Սուրբ առաքյալներից, պատրաստ ենք ըստ Քրիստոսի խոսքի, եթե սիրեք միմյանց, դրանով կճանաչեն, որ իմ աշակերտներն եք։ Իսկ Պողոսը մասնավորեցնում է, թե եկեղեցական կարգավորության տեսանկյունից ամենակարևորը սերն է ասելով. «Սրանց դրեց Աստված եկեղեցում, առաջին առաքյալներին, երկրորդ մարգարեներին, երրորդ վարդապետներին և ըստ կարգի նաև եկեղեցու մյուս անդամներին, և երբ թվարկում է յուրաքանչյուրի շնորհները, ասում է. նախանձախնդիր եղեք լավին, սակայն ես առավել գերազանց ճանապարհ ցույց կտամ ձեզ, քանզի եթե խոսեմ թե մարդկանց և թե հրեշտակների լեզուներով, և թե ունենամ այնքան մարգարեություն ու հավատք, որ կարողանամ մինչև իսկ լեռները տեղափոխել և սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա։
Իսկ Հովհաննեսն ասում է ընդհանրական թղթում, թե Հոր պատվիրանն այն է, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, քանի որ այդ է նրա պատվիրանը։ Արդ այս բարձր պատվիրաններին, որ գալիս են Աստծուց և սուրբերից, ամբողջովին պատրաստ է Հայոց եկեղեցին և ոչ թե նոր սկսելով, այլ շատ հնուց, ինչպես որ սկզբից ժառանգելով, կրում է սերը մանավանդ հռոմեացիներիդ նկատմամբ։ Դա կարող են վկայել ձերոնցից նրանք, ովքեր ներկա են այստեղ և ճանաչում են մեզ։ Մենք սիրով ենք նաև այլ ազգերի նկատմամբ, թեպետ դա չի կարելի համեմատել ձեր նկատմամբ տածածի հետ։ Այնուամենայնիվ, առանձին ազգերի առաջնորդներն ըստ իրենց կարգի և պաշտամունքի անխռով են մեր աստվածապարգև թագավորության մեջ, չունենալով մեր աստվածասեր թագավորից որևէ պահանջ, քահանայական կարգի և եկեղեցու ավանդությանը վերաբերող, ինչը խնդրում ենք Աստծուց անշարժ պահել հայքում։ Լիկաթն ասաց. ոչ թե սիրո պատվիրանը խախտելու համար ենք հնազանդություն պահանջում, այլ իրար հետ սերտ կապվելու մտահոգությամբ, որի համար բերեմ հետևյալ օրինակը։ Ինչպես մարմնի բոլոր անդամները գլխի հետ են կապված սիրով, այդպես էլ բոլոր եկեղեցիները պարտավոր են հնազանդվել Հռոմի եկեղեցուն որպես գլխի, որպեսզի ամբողջություն կազմեն բոլոր անդամները։ Եվ պատասխանեցի սրան. չենք կարող որևէ մեկի հնազանդության տակ մտնել, քանի որ Աստծուց ձեզ հավասար ազատություն ենք ստացել ըստ 12 առաքյալների համապատվության, քանի որ հնազանդությունը ծառայական է և աշխարհական և ոչ թե առաքելական, ինչպես որոշակիորեն մեզ ավանդեցին առաքյալները, թե որոնց և ում պետք է հնազանդ լինել։ Երանելի Պետրոսը գրում է, թե հնազանդ եղեք բոլոր մարդկային իշխանություններին, լինի թագավորին իբրև բոլորից գերագույնին, և Պողոսը, թե հնազանդ եղեք տերերին։ Եվ չհամարձակվեցին գրել 12-ի միմյանց ենթարկվելու մասին, քանի որ գիտեին, որ բանն Աստված իրենց միջից վերացրել է ծառայական հնազանդությունը ասելով. դուք ծառաներ չեք, քանի որ ծառան ոչինչ չգիտի տիրոջ մասին, այլ դուք իմ բարեկամներն ու խորհրդակիցներն եք։ Ուրեմն ինչպես կարող ենք հնազանդության տակ մտնել, վերստին ծառա դառնալով հակառակ մեր ազատության, որը տվեց մեզ Քրիստոս։ Այս խոսքերին նա այդ օրը ոչինչ չպատասխանեց, իսկ հաջորդ օրը Լիկաթն ասաց. մենք ձեզնից չենք պահանջում հնազանդվել ինչպես ծառաները տիրոջը, այլ ինչպես որդին հորը, ինչպես գրում է Պողոսը, թե որդիներ, հնազանդ եղեք ձեր հորը։ Պատասխան տվեցի և ասացի, թե այդ էլ է արգելում մեզ Քրիստոս ասելով. երկրի վրա որևէ մեկին ձեզ հայր մի անվանեք, քանի որ մեկն է ձեր հայրը, որ երկնքում է։ Իսկ Պետրոսը երկրավոր է և ոչ թե երկնավոր։ Ուրեմն ինչպես կարող ենք հրաժարվել երկնավոր հոր որդեգրությունից և դառնալ Պետրոսի որդի, հետևելով ձեր խրատին և զանց առնելով մեր Քրիստոս Աստուծո խրատը։ Քանզի այս մասին զգուշացնում է մեզ հենց ինքը Պետրոսը, թե Աստծուն պետք է հնազանդվել առավել, քան մարդկանց, դարձյալ, քանզի սովորություն ունենք հայրեր կոչելու մեզ ավազանով վերստին ծնողներին, այսինքն մկրտող հոգևորականին, իսկ Պետրոս առաքյալը չի մկրտել մնացած 11-ին և նրանց միջոցով մեզ, ինչու նրան հայր կոչենք։ Իսկ եթե ասեն, ինչու եք ամբողջովին վերացնում հնազանդությունը եկեղեցուց, արդյոք չեք հիշում Պողոսի ասածը Կորինթացիներին, թե գիտեք Ստեփանոսի և Փորտունատեսի տները, որոնք իրենց նվիրեցին սրբերի ծառայությանը։ Աղաչում եմ, որ դուք էլ նրանց հնազանդ լինեք և սրա նման տեղիները Սուրբ Գրքից։ Նրանց կասենք, որ ոչ թե մերժում ենք ներքևինների հնազանդությունը վերևինների նկատմամբ, այլ միայն 12 առաքյալների միմյանց նկատմամբ հնազանդությունը, որոնք ունեն միևնույն իշխանությունը և պատիվը։ Իր ընկերների հետ բավական հուզված Լիկաթն ասաց. այդ ինչպես է, որ Պետրոսն առաքյալների գլուխը չէ։ Պատասխան տվեցի և ասացի. չգիտեմ, թե դա ինչպես է եղել։
Այն ժամանակ Լիկաթն ասաց. «Ինչպես չգիտես, երբ համբարնալուց հետո նրան Քրիստոսը գլուխ կարգեց»։ Եվ ես ասացի. «Այդ մասին բնավ տեղյակ չեմ, այն էլ երկու պատճառով. կամ որպես մարդ մոռացել եմ Սուրբ Գիրքն ընթերցելուց հետո, կամ էլ մեզ չեն հասել ակնարկած այդ գրությունները։ Սակայն ինձ համար մեծ պարծանք կլինի այդ խնդրում աշակերտել Հռոմի եկեղեցուն։ Աղաչում եմ, սովորեցրեք ինձ, սակայն դուրս չգաք այս 4 ավետարաններից և Գործք առաքելոցից, Պողոս առաքյալի և ընդհանրական թղթերից, որոնց կհնազանդվենք ինչպես Աստծո հրամաններին»։ Այն ժամանակ Լիկաթը հետևյալ օրինակը բերեց. «Երբ ձեր թագավորը դուրս է գալիս երկրից, արդյոք որևէ մեկին իր փոխարեն գլխավոր չի նշանակում»։ Ես պատասխանեցի. «Այո»։ Ու նա շարունակեց. «Իսկ նրան հավասարապես հնազանդվում եք»։ Եվ ասացի. «Նրան հնազանդվում ենք ոչ թե առաջին պատիվն ունենալու համար, այլ այնքանով, որքան իշխանություն է տալիս նրան թագավորը»։ Իսկ նա ասաց. «Այդպես էլ բոլոր պատրիարքները և կաթողիկոսները և արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները պարտավոր են հնազանդվել Պետրոսի աթոռին որպես գլխավորի»։ Եվ քանի որ հաճախ էր այդ շարքում հիշատակում մեր կաթողիկոսին, շատ ընդդիմախոսեցի, իսկ այդ խնդրին տված պատասխանները հետո կպատմենք ձեզ։ Ապա այն խնդրի մասին ասացի. «Եթե ցույց տաք առաքելական մատյաններից, թե այս աշխարհից ելնելիս Քրիստոս 12-ի գլուխ կարգեց Պետրոսին, ապա կհամաձայնենք, քանի որ նրա ծառաներն ենք։ Սակայն մենք էլ անտեղյակ չենք Փրկչի ելքին այս աշխարհից ըստ այն խոսքի, թե ելնում եմ ես իմ Հոր մոտ, քանզի երկու ելք ունեցավ Փրկիչը. առաջինը զորությամբ, երբ պատրաստվում էր կամավոր չարչարանքներով ելնելու մահվան, ասելով. «Գնում եմ ինձ առաքողի մոտ, իսկ Մխիթարիչը Սուրբ Հոգին, որին իմ անունով կառաքի Հայրը, նա կգա և ձեզ կուսուցանի ամեն բան և կհիշեցնի ձեզ այն, ինչ ասացի ձեզ»։ Իսկ երկրորդ ելքի և իսկապես համբարձման մասին է պատմում Ղուկասը, թե այն ժամանակ բացեց նրանց աչքերը և ասաց. «Դուք եք կատարվածի վկաները, որի մասին նախօրոք ասել էի։ Եվ ահա ձեզ եմ ուղարկում իմ Հոր խոստումը, որ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև երկնքից զորությամբ զգեստավորվեք»։ Տարավ նրանց մինչև Բեթանիա և իր ձեռքերը բարձրացնելով օրհնեց նրանց, և մինչ օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և երկինք էր բարձրանում, իսկ նրանք երկրպագելով վերադարձան Երուսաղեմ։ Եվ այս բանում առավելապես ցույց տվեց նրանց համապատվությունը, քանի որ ձեռնադրեց նրանց և օրհնեց միանման, և իրենից հետո նրանց համար ապաստան պատրաստեց Սուրբ Հոգու մեջ, և ոչ թե Պետրոսի, արդ որտեղ է, որ նա կարգում է նրան 12-ի գլուխ։ Կրկին հարցրին. «Ուրեմն Պետրոսն առաքյալների գլուխը չէ»։ Եվ այս անգամ շատ կրկնելով, որպեսզի ուրանամ, որ չարախոսեն իմ մասին որպես հերետիկոսի։ Եվ ասացի. «Չեմ կարող ասել այո կամ ոչ, քանի որ երկկողմանի էր վտանգը, քանզի ինչպես ասեմ գլուխը չէ, երբ այդ հակառակ է Հռոմի եկեղեցուն, և ինչպես կարող եմ ասել, թե գլուխն է, երբ այդ մասին չեմ ընթերցել Նոր Կտակարանում»։ Եվ նրանք ասացին. «Միթե գրված չէ, թե դու վեմ ես»։ Դրան հակադրվելով ասացի. «Այլ բան է նշանակում վեմը, այլ բան գլուխը։ Գլուխ խոստացաք ցույց տալ, նշեք տեղը, և ես կընդունեմ»։ Իսկ երբ չկարողացան Սուրբ Գրքից ցույց տալ, փորձեցին խոսքի վրա բռնել, ասացին. «Դու ինքդ վարդապետ լինելով, ինչպես էիր քարոզում»։ Պատասխանեցի. «Ինչպես կխոսեի Տիրոջ դատաստանին ներկայանալիս կամ պատասխանատվության կանչվելիս, ուստի հարկ է ճշմարիտն ասել, ես իմ քարոզի մեջ գլխավոր էի համարում Պետրոսին և Պողոսին»։ Լիկաթն ասաց. «Պողոսը գլուխ չէ, քանի որ մեկ եկեղեցուն չի վայելում երկու գլուխ»։ Եվ ես ասացի. «Ճշմարիտ է այդ, քանի որ եկեղեցու ճշմարիտ գլուխը Քրիստոսն է,
ինչպես ասում է առաքյալը Եփեսացիներին ուղված թղթում, թե հարություն տվեց Քրիստոսին և նրան որպես գլուխ հաստատեց եկեղեցու ողջ կառույցի վրա, որը նրա մարմինն է, լրումը նրա, ով ամեն ինչ լցնում է ամեն բանի մեջ։ Սակայն չի ասում, թե եկեղեցին Պետրոսի մարմինն է և Պետրոսն է այն լցնողը։ Եվ այս հարցի շուրջ բազմաթիվ վիճաբանություններ եղան, մինչև որ լսողները սկսեցին ձանձրանալ, քանի որ կրկնում էին, թե դու ինչպես էիր ասում, որ Պետրոսը գլուխ է։ Իսկ ես ամփոփեցի. ինչպես Հովհաննեսը Եփեսոսի, իսկ Թովմասը հնդիկների, այնպես էլ Բարտողեմեոսը հայերի առաքյալն է, այդպես էլ մյուսները։ Իսկ նրանք հարցրին. միթե այդպես է և չկա բոլորի գլուխ։ Ես պատասխանեցի. բոլորի գլուխը Քրիստոսն է, ինչպես ասում է Պողոսը նրանց, թե կնոջ գլուխը տղամարդն է, ինչպես և Քրիստոս եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի, այսինքն եկեղեցու փրկիչը։ Եվ մեզ վայել չէ հրաժարվել մեր գլխի Քրիստոսի փրկությունից։ Իսկ նրանք ավելացրին. Քրիստոս գլուխ է երկնքում, իսկ Պետրոսը երկրի վրա։ Ես ասացի. դրան նույնպես Պողոսը պատասխան է տալիս Կողոսացիների թղթում, թե նրանով հավաստվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները և թե իշխանությունները, ամեն ինչ նրանով և նրա համար ստեղծվեց։ Նա ամեն բանից առաջ է, և ամեն ինչ նրանով է հաստատ կանգնած, և նա է գլուխը եկեղեցու մարմնի, որ սկիզբն է, անդրանիկը մեռելներից, որպեսզի ինքն ամեն ինչի մեջ առաջինը լինի։ Տեսնում ես, թե մի գլխով ինչպես է ամբողջացնում երկնային և երկրային եկեղեցին և ժխտում Պետրոսի մասին այդ կարծիքը։ Եվ արդ, ինչպես խոստացանք նախապես պատմել, սկսենք հակաճառություններն այն խոսքերի շուրջ, որոնք մեր դեմ են բերում ավետարանիչներից և որոնցով կարծում են, թե իրենք մեծ են։ Հակաճառություն առաջին։ Լիկաթն ասաց. միայն Պետրոսին Տերն ասաց, թե դու վեմ ես, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Պատասխանեցի ասելով. նախ վեմը, որի մասին ասում եք, որի վրա պատրաստվում է շինությունը, ըստ ձեռակերտ ու նյութական օրինակի գլուխ չի նշանակում, այլ միշտ դեպի ոտքն է ցույց տալիս, այսինքն ստորին մասը, ինչպես որ հրամայում է ինքը Քրիստոս, թե ով լսում և կատարում է իմ խոսքերը, նման է իմաստուն մարդու, որ իր տունը կառուցեց վեմի վրա, քանի որ թափվեցին անձրևները, փչեցին հողմերը և հորդեցին գետերն ու հարվածեցին տանը, իսկ այն չկործանվեց, որովհետև վեմի վրա էր հաստատված։ Տեսնում ես, թե ինչպեսի վկայությամբ է հաստատվում, որ վեմը գլուխ չէ, այլ ստորին մաս։ Այլ միտք։ Պետք է ասել, որ վեմ անունը նրան նոր չտրվեց որպես դավանության մրցանակ, այլ հիշեցնում է նախկին անունը, որով Տիրոջ կողմից կանչվելիս անվանվեց, ինչպես և գրում է Մատթեոսը, երբ Հիսուսն անցնում էր Գալիլեացիների ծովի ափով, տեսավ երկու եղբայրների Սիմոնին, որը վեմ էր անվանվում։ Նույնն է վկայում նաև Հովհաննեսը, այնտեղ էր երկուսից մեկը, Սիմոն վեմի եղբայրը։ Ուրեմն վեմ անունը նախքան այդ ուներ Պետրոսը, ինչպես ցույց տրվեց, քանի որ չասաց, թե դու կլինես վեմ, այլ թե դու վեմ ես, այն իմաստով, թե դու ինքդ վեմ ես։ Հայտնի է նաև, որ 11-ին ևս նույն տեղում վեմ կոչեց, քանզի չասաց, թե քեզ վրա կկառուցեմ իմ եկեղեցին, այլ թե այդ վեմի վրա կկառուցեմ, մոտը եղողներին ցույց տալով, քանի որ եկեղեցու հիմքի վեմեր են նաև մյուսները, ինչպես այդ մասին վկայում է Եսայիասը, Աստծո առաջ ասելով. ահա քո քարերը պատրաստել եմ կարկեհանից և քո հիմքերը շափյուղայից և պարիսպ կշարեմ քո շուրջ ընտիր թանկարժեք քարերից, նաև Աստծուց խրատված քո որդիներին։ Տեսնում ես, թե ինչպես է մատնանշում 12-ին, որոնց Տերն ընտրեց,
Իսկ ովքեր են խրատված որդիները, եթե ոչ նրանք, ովքեր խրատվեցին բանն Աստծուց։ Եվ ասում է Դավիթը. նրա հիմքերն իր սուրբ լեռան մեջ են։ Լեռ է անվանում եկեղեցին ըստ այն խոսքի, թե Տեր, ով կկանգնի քո խորանում, կամ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա։ Եվ ոչ միայն 12 առաքյալներն են եկեղեցու հիմքը, այլ նաև մարգարեները։ Քանի որ նրանք վաստակեցին, իսկ առաքյալները նրանց վաստակի մեջ մտան, որ հավասարապես վայելեն ըստ Տիրոջ ասածի։ Եվ Պողոսը, որ Քրիստոսի անունից էր խոսում, հաստատում է այս խոսքերը, քանի որ Եփեսացիներին ուղղված թղթում իրավացիորեն վկայում է ասելով. ապա ուրեմն օտար եւ պանդուխտ չեք, այլ համաքաղաքացի եք սուրբերին եւ Աստծո ընտանիքի անդամներ եք, որը կառուցված է առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա, որի անկյունակարն է Հիսուս Քրիստոս։ Նրա վրա ողջ կառույցը շաղկապվելով եւ հարմարվելով Տիրոջով վերածվում է Սուրբ Տաճարի։ Ահա, եղբայրներ, ակնհայտ է, որ Պետրոսը որևէ առավելություն չունի վեմ անվանվելու շնորհիվ, այլ եկեղեցու հիմքում հավասար է բոլոր առաքյալներին եւ մարգարեներին, որի գլուխը Քրիստոսն է եւ ոչ թե նա։ Այլ պատասխան. դարձյալ Քրիստոս դավանությունն է վեմ կոչում, ում դավանեց Պետրոսը ասելով. դու ես Քրիստոս Աստծո որդին, ըստ կանխասացության Դանիելի, որ ասում է. տեսնում էի, եւ ահա վեմն առանց ձեռքի հատվեց լեռից։ Եվ Պողոսն ասում է, թե վեմն ինքը Քրիստոս էր։ Դրա համար էլ Տերն ասում է. այդ վեմի, այսինքն այդ դավանության վրա կշինեմ իմ եկեղեցին։ Քանզի 11 առաքյալները Քրիստոսին խոստովանել էին Պետրոսից առաջ, եւ գիշերվա ժամը 4-ին ծովի վրայով գալիս էր նրանց մոտ, եւ աշակերտներն նայից աղաղակ բարձրացրին, իսկ Հիսուս խոսեց եւ նրանց ասաց. մի երկնչեք, ես եմ։ Պետրոսն ասաց. Տեր, եթե դու ես, հրամայիր, որ գամ քեզ մոտ, եւ ասաց. եկ։ Իսկ երբ գնաց, պիտի խեղդվեր, եւ ձեռքը մեկնեց նրան։ Եվ երբ ելավ նավը, իր հետ ունենալով Պետրոսին, հողմը հանդարտվեց։ Նավում եղողները մոտեցան, երկրպագեցին նրան եւ ասացին. արդարև Աստծո որդին ես դու։ Իսկ Պետրոսը նրանց հետ չէր։ Ուստի հայրը որդու հարցումով մղեց նրան դավանելու որդուն, որպեսզի այդ բանում 11-ից ետ չմնա։ Լիկաթն ասաց. ասացիդ համաձայն հայրը մղեց Պետրոսին։ Որին էլ պատասխանեցի, թե բոլորին էլ հայրն է մղում, ըստ Տիրոջ խոսքի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ հայրը չձգի նրան։ Իսկ Հովհաննեսն ասաց, թե ով ուղարկեց ինձ, նա ասաց, թե ում վրա կտեսնես հոգին, նա է, եւ մենք տեսանք եւ վկայում ենք, թե սա է Աստծո որդին, եւ հայրն է, որ ամենուր հայտնում է իր որդուն։